Բարդ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցելու է Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ։ Ողջույն, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, այսօրվա հայաստանյան բանավեճի թիվ 1 հարցը հետևյալն էր, արդյոք Վարդան Ղուկասյանը Գյումրիի կալանավորված քաղաքապետը քաղհալածյալ է թե ոչ, 6 ամիս երկրորդ պահանջվեց իշխանությունից, որ կարողանաք մարդուն վարկաբեկել կեղծ եւ չհաստատված մեղադրանքներով նրան դատապարտել, ասում էր Դաշնակցական Արծվիկ Մինասյանը խորհրդանում, իսկ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբինյանը ասում էր քաղաքապետ էր ընտրվել Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որ կաշառք վերցնի։ Ինչպես եք դուք գնահատում, արդյոք նա քաղբանտարկյալ է կամ քաղխալացյալ։ Ուրեմն կարճ պատասխանն է ոչ, չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը քաղհալածյալ է կամ քաղբանտարկյալ է։ Մյուս կողմից մանրամասն տեղեկություններ չունեմ, թե ինչ ընթացակարգով է տեղի ունեցել կալանավորման գործընթացը, այսինքն ինչպես են աշխատել վարույթ իրականացնող մարմինները, արդյոք ամբողջ վարչարարությունը, ամբողջ գործընթացը պատշաճ կարգով իրականացվել է թե չէ, սրա մասին տեղեկություններ չունեմ եւ այս պահին չեմ կարողանա որևէ ինչ-որ մտքով կիսվել, Իսկ ինչու քաղաքալացյալ չի ձեր կարծիքով։ Հիմա վերադառնամ այդ հարցին։ Տեսեք, հիմա բավականին տենց տարածված է հետ սոցիալիստական պետություններում, հա, մենք տեսնում ենք Մոլդովայում, տեսնում ենք Ռումինիայում, որ շատ հաճախ այդ պրոռուսական ուժերը մեղադրում են իշխանություններին իրենց ուրեմն հնարավորություններից ընտրությունների ժամանակ կամ իրենց քաղաքական գործունեությունը վարելու ընթացքում սահմանափակումների համար։ Այսինքն ստացվում է, որ շատ դեպքերում անգամ ժողովրդավարական հասարակություններում անհրաժեշտ է կիրառել շատ կտրուկ եւ հստակ գործողություններ, որպեսզի կանխես, որպեսզի պետության ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը սպառնացող քաղաքական ուժերը, որոնք հիմնականում ուրեմն Ռուսաստանից են աջակցություն ստանում, կարողանան հաջողության հասնել եւ ի վերջո ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։ Դա այդ դրվագից է, ինքը սա կտրուկ քայլ է իշխանության կողմից ձեր կարծիքով ինքնիշխանության սպառնացող վտանգը չեզոքացնելու այդ ուժերի կողմից պրոռուս։ Ես այդ տարը տեսնում եմ, ես չգիտեմ արդյոք իշխանությունների առաջնային նպատակը դա է թե ոչ, բայց ինձ համար եթե ասում եք ինչի չի քաղբանտարկյալ, այս պատճառով ինձ համար քաղբանտարկյալ չի, որովհետև Վարդան Ղուկասյանը այն քաղաքական գործիչն էր, որը խոսում էր Հայաստանի ուրեմն Ռուսաստանի մաս դառնալու ուրեմն մասին, հա, առանց ամաչելու խոսում էր նրա մասին, որ Հայաստանն ով է, որ առանց Ռուսաստանի գոյատևի, հա, այս կարգի խոսույթներ էր տարածում, ուստի ինձ համար վտանգավոր էր անգամ, որ նա մնար քաղաքական դաշտում։ Մյուս հարցությունը, եթե իրականում, ինչպես արդեն ասացի, գործի մանրամասներին ծանոթ չեմ եւ ի վերջո դատարանն է որոշելու թե այդ կոռուպցիայի հետ կապված ուրեմն դրվագները իրականության համապատասխանում են թե չէ, բայց եթե նման կոռուպցիոն ուրեմն սկանդալի մեջ ինքը ներդրում ունեցել է կամ ներգրաված եղել է, սա միանշանակ է, նաև օրենքի իրավունքի գերակայության տեսանկյունից շատ կարևոր է, որ այս բոլոր կոռուպցիոն հանցագործությունները բացահայտվեն եւ ուրեմն պատշաճ ձևով քննվեն եւ ի վերջո ունենանք դատական վճիռներ այս ուղղությամբ։ Հիմա այստեղ էլի շատ օպոնենտներ կասեն, թե ինչն է պատճառը, որ այդքան կոռուպցիոն դեպքերի մեջ միայն այս կոռուպցիոն ուրեմն դեպքով են ուրեմն պետական մարմինները առաջ շարժվում եւ հենց հատկապես այս կոռուպցիոն դրվագն են ուզում բացահայտել։ Այդտեղ էլի ասելիք չունեմ այն պատճառով, որ ինձ համար շատ կարևոր է, որ Վարդան Ղուկասյանը եւ այդ բոլոր ուժերը, որոնք իրականում խաթարելու են Հայաստանի ժողովրդավարությունը եւ ինքնիշխանությունը հնարավորություն չունենան ազդեցություն ունենալ քաղաքական կյանքի վրա։
շատ կարճ։ Կոմունիկացիանը ձեր կարծիքով ինչպես է խաթարելու Հայաստանի ինքնիշխանությունը եւ անվտանգությունը եւ նրան սատարող ուժերը գիտենք, որ Մարտուն Գրիգորյանը այսպես հիասթափություն էր արտահայտում ասելով, տեսակ, որ ես ճիշտ է, չարժեր այսպես թույլ քաղաքապետի ընտրել Գյումրիում, խոցելի քաղաքապետի, ում հեռացնել է իշխանության համար այսպես հեշտ էր լինելու, ինչ կարող եք ասել այս մասով։ Դե դա գիտեք, ամեն ինչ կարելի է ասել։ Ինձ համար բարդ է նման ուրեմն հայտարարությունը վերլուծել, որովհետև եթե այս դեպքերը չլիներ, այս բացահայտումները չլիներ, հավանաբար նման ելույթ չերել հնչի, նման հայտարարություն չերել հնչի։ Այս տեսանկյունից, գիտեք, ամեն դեպքում Գյումրիի սցենարը ինձ համար շատ մտահոգիչ էր այն ժամանակ, կարծեմ մենք մեր հարցազրույցների ժամանակ էլ ենք դրա մասին խոսել, ինձ համար շատ վտանգավոր էր, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ պրոռուսական ուժերը, նախկին իշխանական ուժերը X պահի կարողանում են համախմբվել, հա, չնայած իրենց ուրեմն տարաձայնությունների որոշ հարցերի շուրջ, որոշ հարցերում մենք տեսնում ենք նրանք իրար հակասող մոտեցումներ ունեն, բայց ամեն դեպքում X պահի նրանք ունակ են միավորվելու եւ մի նպատակով, որպեսզի ուրեմն հնարավորություն չտան իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին ուրեմն հասնել քաղաքական հաջողության եւ այդ պարագայում այդ սցենարը հնարավոր է կրկնվի նաեւ չգիտեմ ազգային ժողովի 26 թվականի ազգային ժողովի ընթացքում։ Հիմա էլի շատ կարևոր է, ասում եմ, Մոլդովայի օրինակը մեզ ցույց է տալիս, թե ինչ ռեսուրսներ, ինչան մարդկային ռեսուրսներ է պատրաստ ներդնել Ռուսաստանը, որպեսզի կարողանա ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա եւ որպեսզի վերջո իրենց կողմից աջակցություն ստացող ուժերը ուրեմն մեծ ազդեցություն ունենան քաղաքական գործընթացների վրա, ինչը ասում եմ Հայաստանի ժողովրդավարության եւ ինքնիշխանության վերջը կլինի։ Եվ այս տեսանկյունից էլի շատ կարևորում եմ թե քաղաքասարակության, թե իշխանությունների, թե իրավապահ մարմինների գործողությունները, որպեսզի ուրեմն այս ուժերը բացահայտվեն եւ հնարավորություն չտրվի նրանց ուրեմն քաղաքական պայքարում մասնակցելու։ Հիմա տեսեք, շատ դեպքերում մենք տեսնում ենք, հա, որ նույն ռուսական ուժերը կամ պրոռուսական ուժերը Մոլդովայում էլ են ասում, որ ասում են ժողովրդավարությունից եք խոսում, բայց ամեն դեպքում ուր մնաց ձեր ժողովրդավարությունը, եթե տեխնացուին չեք գրանցում, եթե ուրեմն օրենք եք խախտում, հա, ինչ ուր մնաց ձեր խոսքի ազատությունը, եթե հնարավորություն չեք տալիս, ընդհանրենք այս կամ այն հայացքներ ունեցողներին արտահայտվելու եւ ուրեմն զրկում եք նրանց արտահայտվելու հնարավորությունից, սա շատ բանը հաճախ օգտագործվող հնարք է եւ շատ դեպքերում այդ ժողովրդավարական գործիքներն օգտագործվում են ժողովրդավարությունը փչացնելու ժողովրդավարությունը շահագործելու նպատակով Բայց պարոն Խաչատրյան, այո, ես հասկացա ձեր միտքը, բայց այստեղ վտանգ չեք տեսնում, ասես ասենք, ռուսական ուժերի դեմ պայքարելու քողի տակ իշխանությունը հասնում եմ, հասկացա, պայքարի նաև այն ուժերին, որոնք ամենևին ռուսական օրակարգ չեն սպասարկում կամ, այո, ասես ասենք, Ռուսաստանի կոշտ շահերը Հայաստանի ինքնիշխանությունը խլելու օրակարգ չեն սպասարկում, թացն ու չորը խառնելու վտանգ արդյոք չկա։ նման վտանգ տեսնում եմ եւ իրականում այդ վտանգը սպառնալիքը կա թացն ու չորը խառնվելու, եթե նման արտահայտությունը այստեղ տեղին է, այդ պարագայում տեսեք շատ կարևոր է մի կարևոր բան հասկանալ, որ եթե իշխանությունները դա անում են, ու սա ես չունեմ այս հարցի հստակ պատասխանը, եթե իշխանությունները սա անում են իրականում այն նպատակով, որպեսզի պահպանեն Հայաստանի ուրեմն ժողովրդավարական գործընթացները, որպեսզի ուրեմն միջամտություն թույլ չտան ընտրական գործընթացներում, սա մեկ այլ հարց է, բայց իրոք համաձայն եմ դες հետ, որ շատ մեծ վտանգ կա, որ սա ուրեմն վերածվի ավտոկրատ ուրեմն ռեժիմի եւ շատ դեպքերում ավտոկրատ ռեժիմները նույն գործիքակազմն են օգտագործում, հա, իրենց նպատակին հասնելու, ինչ որ հիմա ընդհանրենք շատ ժողովրդավար երկրներում իրականացվում է, հա, օրինակ տեսնում ենք անգամ Գերմանիայում, որը իմ ընկալմամբ
ամենայն դեպս ժողովրդավարական պետությունը անգամ խոսակցություն է գնում, որ այս կամ այն կուսակցությունը չգրանցվի, որովհետև նա ունի ծայրահեղական գաղափարախոսություն։ Ֆրանսիայում նույն Մարին Լի Պենի կուսակցությանը հնարավորություն չտրվեց, ուրեմն ընտրական գործընթացները մասնակցելու։ Այսինքն շատ ժողովրդավարական պետություններում այս մի փոքր ռեստրիկտիվ, հա, մեթոդաբանություն օգտագործում, ու այստեղ շատ կարևոր է։ Եթե դու կարողանաս հիմնավորես միջազգային հանրությանը, նույն Եվրոպական միությանը, նույն Եվրոպայի խորհրդին, որ սա դու անում ես ժողովրդավարությունը պահպանելու նպատակով, այստեղ դու քննադատություն բան չես ունենա, այսինքն աջակցություն կստանաս միջազգային նաև գործընկերների կողմից։ Բայց շատ նուրբ է սահմանը, թե եթե դու դա անում ես քո իշխանությունը, քո երկարատևությունը պահպանելու համար, այստեղ արդեն ուրիշ խնդիր է գալիս եւ միանշանակ լուրջ գնահատականներ կլինեն եւ շատ քննադատական գնահատականներ կլինեն նաեւ միջազգային գործընկերներից։ Հիմա այս պահին մենք չունենք, ես չունեմ այն գործիքակազմը կամ այն գիտեք ցուցիչները, որպեսզի կարողանամ ասեմ, թե արդյոք իշխանությունը այդ սահմանը անցել է, որ տանում է պետությունը ավտորիտարիզմի, թե ոչ։ Ես համենայն դեպս ցուցիչ չունեմ, որպեսզի կարողանամ ասեմ, որ մենք արդեն անցել ենք եւ գնում ենք դեպի ավտորիտարիզմ։ Եկեք Չնայած քննադատում են, հա։ Այո, շատ քննադատում են ավտորիտարիզմի մեջ, անգամ 37 թվի հետ համեմատական կա, եկեք փաստերին նայենք։ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը կա որպես ընդդիմադիր հիմնական ուժ խորհրդարանում։ Սավել Կարապետյանի եղբորորդին է քաղաքական ակտիվություն դրսևորում, թեև ապաքաղաքական շարժում է այս մեր ձևով կառույցը, որը պարոն Կարապետյանը դեմ էր հանդես եկել ԵՄ գնալու այդ օրենքի ընդունմանը եւ կողմ էր ԵՏՄ-ում մնալու, մենք գիտենք նրա կապիտալի զգալի մասը Ռուսաստանում է, գոյացել կա Գագիկ Ծառուկյան, որը եւս Ռուսաստանի հետ հարաբերությունների այսպես չափազանց լավացման կողմնակից է, կա Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետական կուսակցությունը, որի ժամանակ այոթև Հայաստանը ԵՏՄ է մտել, բայց նաև Եվրամիության հետ բանակցել եւ վավերացրել է ՍԵՊԱ-ն, ասոցիացիան համաձայնագիրը։ Ինչպես հասկանալ, այսինքն որն է այդ չափորոշիչը, սրանք վտանգավոր են պետականության համար։ Ես հիմնական ուժերին թվեցի, որոնք պես ասենք ռուսամետի պիտակ ունեն, հա, տարբեր ուժերի կողմից կամ իրավացիորեն կամ անիրավացիորեն։ Այդ ուժերը շատ ավելի շատ են, հասկացա։ Հասկացա հարցը, իրականում այդ ուժերը շատ ավելի շատ են, այնտեղ Թևանյանի ուժը կա, ու այդ ուժերը տարբեր իրավիճակներում երևի տարբեր քաղաքական ուժերի են սատարելու, չգիտեմ, միավորվելու են եւ այլն, այդ պրոռուսական ուժերը շատ են։ Եվ նաև Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ բազմաթիվ կվազի կուսակցություններ են, քաղաքական ուժեր են ձևավորում, որոնք անհրաժեշտության դեպքում խաղի մեջ էին մտնելու, հա, կամ այս կամ այն կոմբինացիայով, կամ այս ուժի կամ մյուս ուժի հետ կոալիցիա կազմելով եւ այլն։ Այսինքն ակնհայտ է, որ ձեր կողմից թվարկված բոլոր քաղաքական ուժերը ունեն պրոռուսական ուղղվածություն եւ ուղղակի ռուսական կապեր։ Հա, հիմա եթե հերթով գնանք, Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, որ սահմանադրությունը խախտելով 2 անգամ դարավ Հայաստանի ղեկավար։ Այսինքն թքած ունենալով սահմանադրության իրավունք էլ չուներ այդ մարդը առաջադրվելու, ըստ էության թքելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության վրա, հա, դարավ Հայաստանի Հանրապետության ղեկավար եւ վաճառեց ըստ էության Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին։ Ըստ էության այդ գույք պարտքի դիմացը սա վաճառքն էր Հայաստանի հարստության, ուրեմն Ռուսաստանի Դաշնությանը։ Գագիկ Ծառուկյանը, բոլորս գիտենք իր բելարուսական կապերը, ռուսական կապերը, այնտեղի բիզնեսները եւ այլն, եւ ակնհայտ է, որ Լուկաշենկոյի հետ լավ հարաբերությունները եւ այլն։ Սերժ Սարգսյանը այդ այն մարդն է, որ ի վերջո, ինչպես դուք արդեն ասացիք, տարավ Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն։ Հիմա թե դրան ինչ նախորդող գործընթացներ են եղել, ինձ թվում է էական չի, բայց մեկ գիշերում այդ մարդը եկավ եւ որոշեց, որ Հայաստանը գնում է ԵԱՏՄ։ Տարբեր պատճառներով մեզ ասացին, որ դա անվտանգային խնդիր է լուծում, չգիտեմ։ Այդ
բոլոր մարդիկ, այսինքն այդ նախորդ երկու ղեկավարները համենայն դեպս Երևի Ծառուկյան Գագիկը այս համատեքստում չի տեղավորվում, այն մարդիկ են, ովքեր դարձել են Հայաստանի Հանրապետության բանակը, բերել են այն իրավիճակի, այն վիճակի, որ 44 օրյա պատերազմի ժամանակ ուրեմն տղաները զրա բաճկոն չուներ, որպեսզի կարողանան կռվեն։ Չնայած բանակ էին ասում եւ ցանկացած մարդը, որ բանակի խնդիրները բարձրացնում էին, անվանում էին ազգի դավաճան եւ չգիտեմ ռուս բան թուրքական կամ ամերիկյան շպիոն, գործակալ, հա, բայց ըստ էության բոլորս էլ հասկանում ենք, որ բանակը ողբալի վիճակում է, հա, մոռացել ենք այն ուրեմն գրեթե ամեն շաբաթ կրկնվող մահվան դեպքերը, այն բռնության մակարդակը, որ կար զինված ուժերում, հա, այն խնդիրները, որ զենք չունենք, ըստ էության, եթե հիմա ականատեսների հետ խոսում եմ կամ մասնակիցների հետ խոսում եմ 44 օրյա պատերազմի, մարդիկ զենք չեն ունեցել կռվելու։ Որոշ դեպքերում զենք են ունեցել, հրամանատար չեն ունեցել, այսինքն հիմա չգնանք այդ բանը։ Այդ այն մարդիկ են, ում գործունեության արդյունքում ունեցել ենք այն, հա, ինչ որ ունեցել ենք։ Հիմա ակնհայտ է, որ այդ բոլոր մարդիկ, որոնց դուք թվարկում եք, ունեցել են եւ ունեն ռուսական կապեր։ Իսկ Սամվել Կարապետյանը, հա, վերջում երևի Սամվել Կարապետյանի մասին էլ խոսենք, այդ այն դերակատարն է, որը իրականում հա բավականին մեծ ներդրումներ արել է, մեծ պրոյեկտներ սկսել է Հայաստանում, հա, դա պետք է ընդգծենք, բայց փաստը նա է, որ ինքը մեծ ու լուրջ կապեր ունի Ռուսաստանի անվտանգային ծառայությունների հետ, այսինքն Ռուսաստանում մեծ բիզնես հաջողություններ հասնելու համար դու պետք է առաջին այդ ուրեմն քաղաքական էլիտայի հետ կապվածություն եւ փոխկապակցություն ունենաս, այլապես քեզ ոչ ոք չի թողա նման համակարգում ուրեմն նման հարստություններ եւ նման հնարավորություններ ունենալու եւ ակնհայտ է որ էլի այդ ռուսական հետքը այդ բոլոր ձեր թվարկած ուրեմն մարդկանց պարագայում ինքը մեծ դեր է ունենում եւ սա նշանակում է ինձ համար այդ ցանկացած հա ձեր թվարկած դերակատարի մասնակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացում լուրջ սպառնալիք է Եվ ոչ միայն իրանց, ասում եմ, կան շատ մարդիկ են, նույն Վանեցյանը, որ գնացել էր բանում հայտարարում էր, ասում էր Կռիմ նաշվա աշխարհնվել էր, չգիտեր, նաշրա թե վաշա, մին ու իրան նույնն են, թե նույնը չեն, հա։ Այդ նման դերակատարների մասնակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներում ինձ համար սպառնալիք է, վտանգ է, ուղղակի վտանգ է։ Չի կարելի ունենալ պրոռուսական կողմնորոշում քաղաքական, թող ունենան ժողովուրդը ընտրի որ ուղղությամբ պետք է Հայաստանը գնա։ Միգուցե ժողովուրդը ուզենա ռուսական ուղղությամբ գնալ։ Սկզբունքով տեսեք, լեգիտիմ հարց եք տալիս, եթե անկեղծ բանով նայենք, հա, լեգիտիմ հարց եք տալիս, բայց թե հիմա բերեք մի հատ նայենք։ Կա Ռուսաստան, որի գործունեության եւ որի գոյության պայմաններում մենք հայտնվել ենք նման իրավիճակում, հա, որը չի թույլ տալիս Հայաստանի տնտեսական զարգացումը, որը չի թույլ տալիս Հայաստանի էներգետիկ եւ անվտանգային ուրեմն վիճակի ապահովությունը։ Կա Ռուսաստան, որը թույլ չի տալիս, որ Հայաստանը դառնա միջազգային լրջագույն պրոյեկտների մասնակից։ Կա Ռուսաստան, որը թույլ չի տալիս, որ եւ դիտարկում է ըստ էության Հայաստանը որպես իր ուրեմն կոլոնիայի մաս Եվ այս պարագայում Ռուսաստանը բացարձակ շահագրգռված չի, որ Հայաստանը լինի ժողովրդավար ինքնիշխան պետություն։ Հիմա եթե դուք այդ էլ հարց, եթե այդ հարցն էլ բարձրացնեք, իսկ ով ասել, որ Հայաստանը պետք է լինի ժողովրդավար եւ ինքնիշխան պետություն, Ես հա, մի եթե քիչ այդ կողմից դնեք, իսկ ով է ասել, որ պրոռուսական լինել նշանակում է լինել Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Իսկ կարող եք ցույց տալ մի հատ պետություն, որը այդ ռուսական կապերն ունի եւ դուք կարող եք համարել ժողովրդավար եւ ինքնիշխան պետություն։ Կարող եք նման պետություն ցույց տալ։ Բարդ է ինձ։ Բայց չկա, նման պետություն չկա, այսինքն ակնհայտ է, փորձը ցույց է տալիս, որ այն պետությունները, որ ովքեր կապել են իրեն ճակատագիր Ռուսաստանի հետ, հաջողության չեն հասնում։ Հաջողության են հասել, եթե հետ սովետական տարածաշրջանում նայենք, այն պետությունները, ովքեր որ հնարավորություն են ունեցել կտրել իրենց այդ ռուսական ազդեցությունից, հա, դրանք են այդ բալտյան երկրները։ Ուկրաինան այս պայքարը տանում է, որպեսզի այդ ազդեցությունից կտրվի։ Ու այդ ուկրաինացիների արյունը թափվում է նաև մեզ համար, հա, որպեսզի ես ցենց եմ նայում, իրականում անկեղծ նայում եմ, որ այդ ուկրաինացիները իրենց պայքարը տանում են ոչ միայն իրենց անկախությունը, իրենց ուրեմն ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը պահպանելու համար, այլ նաև ստացվում է, որ մեր անկախության եւ մեր ուրեմն ժողովրդավարության համար են պայքարում։ Եվ սա չպետք է անտեսենք։
չկա գոյություն չունի, հա, եթե նայեք Բելարուսն է, հա, Բելարուսի նման պետություն եք ուզում դառնաք։ Եթե մեր հասարակության այն մարդկանց, հա, ում որ դուք ասում եք հնարավորություն տանք ընտրելու, եթե ընտրելու են Բելարուսի նման ապագա, ես կասկածում եմ, որ ուրեմն մենք ունենք այդքան ոչ հեռատես հասարակություն, ես կարծում եմ մեր ժողովուրդը շատ ավելի լավ պատկերացնում է, շատ հստակ պատկերացնում է, թե ինչ ապագա է ուզում Հայաստանի համար, եւ դա Հայաստանի բելարուսացումը չի։ Նկատի ունեի պրոռուսական ուժերն այդպես ինչպես պարոն Քոչարյանը այդ բառը օգտագործում քոքից կտրելը ինչքանով է արդյունավետ, ինչ եք կարծում։ Քոքը մաշեցնելը լավ։ Այստեղ շատ բան է, արժեքային հարց եք բարձրացնում։ Հիմա եթե այդ հարցը գնաք տակ ուկրաինացուն կամ այդ հարցը գնաք տակ Մոլդովայի քաղաքացուն, ով գնացել է ընտրել է բանի Մոլդովայի ինքնիշխանության համար, հա, իր ձայնը տվել է Ուկրաին բանի Մոլդովայի սուվերենության, եթե դուք նման հարց տակ, ինչ կպատասխանի։ Նույն ձևով ես էլ ինձ համար խորթ է հնչում այդ ձեր ասածը։ Հասկանում եք, սա երևի արժեքների եւ ընկալումների հարց է։ Ես պատրաստ չեմ ապրել եւ ուրեմն շարունակել իմ գործունեությունը նման Հայաստանում, ով որ ունի ընդհանրենք էլեմենտար ինքնությունով չի կարողանում զարգացնել իր տնտեսությունը, հա, այսօր ըստ էության շատ բաներ խնդիրներ, որ մենք ունենք, սա հետևանք է այդ Ռուսաստանի հետ կապերի, այդ տեսանելի եւ անտեսանելի կապերի։ Ռուսաստանի հետ կապերի պատճառով մենք չենք կարողանում ձևավորել էֆեկտիվ անվտանգային համակարգ, չենք կարողանում ձևավորել էֆեկտիվ էներգետիկ համակարգ, հա, վախվխելով մի քիչ փորձում ենք էս անենք, մի քիչ փորձում ենք էս անենք, բայց ըստ էության մենք չենք կարողանում լուրջ քայլեր անենք այդ ուղղությամբ։ Չնայած այդ աջակցությունը կա, առաջարկները շատ կան, բայց մենք հա ընդհանրենք վախենալով դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, որ հանկարծ տնտեսական շոկի չենթարկվենք, մենք չենք կարողանում հստակ գործողություն անել, օրինակ եւ միանալ եվրոպական տնտեսական ուրեմն բանին։ Շատ լավ։ Պարոն Խաչատրյան, եկեք այս թեմայով ամփոփենք մեր զրույցը, կարգալույծ է արվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը, նա այն հոգևորականն է, որը օրինակ առաջին ալիքի հարցազրույցում խոսում էր իր նկատմամբ ճնշումների մասին, մասնավորապես որ թեմի առաջնորդը, որը արդեն իսկ կալանավորվել է հենց այս մեղադրանքի արդյունքում, իրեն ուղղորդել է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, նաև խոսքեր գնում ուղղորդելու մասին ընտրությունների ժամանակ ում ուզում եք ընտրել բացի Փաշինյանին տրամաբանության մեջ, ինչպես եք դուք գնահատում հատկապես տեղի ունեցան տասնյակից ավելի հոգևորականների ձերբակալություններ, փաստորեն Տեր Արամ Քահանա Ասատրյանն է հիմա կարգալույծ արվում, նույն այսպես քաղբանտարկյալների տրամաբանության մեջ է դիտարկվում ոչ միայն այդ տասնյակից ավելի ձերբակալություններ, այլև նախորդ ձերբակալություններ arczepiskopos Գալստանյանի եւ Աջապահյանի։ Ինչ կարող եք ասել այս մասով, սա ինչի մասն է, արդյոք իշխանությունը չի հատում կարմիր գծերը ժողովրդավարության իմաստով։ Չէ, հարուցվել են քրեական գործեր։ Այդ քրեական գործերը հարուցված են շատ հստակ հոդվածներով, այսինքն բոլորս էլ հասկանում ենք, որ եթե խոսք է գնում ընտրական գործընթացների ժամանակ ընտրողների ուրեմն կարծիքի եւ բաների վրա ազդեցության մասին, կամ ստիպողաբար մարդկանց տարել են կամ պահանջել են, որպեսզի մասնակցեն կամ ընտրեն այս կուսակցությանը, ինչպես դուք արդեն ասում եք, ցանկացածին, բայց ոչ ընդհանրենք իշխող կուսակցությանը, այս պարագայում մենք տեսնում ենք, որ սա քրեորեն հետապնդելի արարքներ են։ Անկախ նրանից թե այդ արարքով արել, դպրոցի ուսուցիչն արել, թե եկեղեցու քահանան արել, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը աշխատում է բոլորի համար եւ օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Ճիշտ է։ Հիմա գիտեք, որակել դա որպես էլի բանտարկյալներ, որպես հալածյալներ եւ այլն, ինձ համար խորթ է։ Ես տենց չեմ նայում։ Մյուս կողմից ես էլի անդադասում եմ, ես հասկանում եմ, որ կարող է քննադատվեմ անգամ իմ գործընկերների կողմից, բայց ես անկեղծ իմ ընկալումներով կիսում եմ, ես սենց եմ նայում այդ իրավիճակին։ Բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ տարիներ շարունակ եկեղեցին եղել է ռուսական ազդեցության տակ։ Նաև էլի եթե ուսումնասիրում ես գրականությունը, սրա մասին էլի բազմիցս խոսել եմ,
ռուսական KGB-ն, FSB-ն, հա, բավականին երկար ժամանակ օգտագործել են եկեղեցական կառույցները իրենց ազդեցությունը տարածելու կամ իրենց ուրեմն ազդեցության գոտին իրենց վերահսկելիության ուրեմն գոտում պահելու հարցում։ Եվ այն երկրներում, որտեղ որ իրականում իշխանությունները քաղաքական կամք են դրսևորել եւ իլյուստրացիա են արել, նույն Չեխիայում, չգիտեմ, Լեհաստանում, Բալթյան երկրներում այդ կապերը տեսել են եւ շատերին ուղղակի ասել են գնացեք այլևս քաղաքականության անուն չտակ, գնացեք դες համար ապրեք, հա, խոտ իլյուստրացիան չի նշանակում, որ պետքա բոլորը հալածանքի ենթարկվեն եւ ուրեմն բոլորի վրա ցանկացած քաղաքացի, չգիտեմ, քար նետի։ Իլյուստրացիան շատ հստակ ուրեմն մոտեցումներ ունի, լավ մշակած մոտեցումներ ունի, եւ եթե մենք այդ գործիքակազմը օգտագործենք, հավանաբար այս ուրեմն վիճակին չենք հասնի եւ շատ ավելի ուրեմն սահուն կգնային այս գործընթացները, որոնք հիմա տենց մեզանում տենց աղմուկ ու աղաղակ են առաջացնում։ Այս տեսանկյունից ես հասկանում եմ, որ նույն եկեղեցին շատ դեպքերում էլ Ռուսաստանի կողմից ուղղորդվող կառույց է, եւ անգամ այն պատկերը, որ ես հիմա հիշում եմ Գյումրիի քաղաքապետարանի այդ քաղաքաբանի պետի երթմնակալության արարողության ժամանակ ռուսական բազայի ներկայացուցիչները եւ եկեղեցու ներկայացուցիչները իրար կողքի տենց կանգնած եւ մասնակցում էին, այնց համար դա այն ցուցիչն է, որ ուրեմն եկեղեցին շատ դեպքերում ոչ բոլորը, ես հասկանում եմ, որ չեմ խոսում եկեղեցու մասին որպես ամբողջական ինստիտուտ, հա, ես քավլիցի դրա մասին չի խոսքը գնում, բայց այն մարդիկ, ովքեր որ այս աղմուկը բարձրացնում են, իմ ընկալմամբ այն մարդիկ են, ովքեր որ էլի օգտագործում են որպես գործիք Ռուսաստանի անվտանգային ծառայությունների կողմից եւ Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Հիմա էդ էլ եմ հասկանում, որ շատերը միգուցե շատերը մեղադրեն ինձ, որ ամեն ինչը տանում եմ այդ դաշտ, որ ամեն ինչը տանում եմ աշխարհակաղակական դաշտ եւ ըստ էության դրանից կորում է երևի նաեւ իշխանության կողմից բաց թողած բան այդ բաց թողումները, հա, նույն ուրեմն վարույթ իրականացնելու ընթացքում այդ բաց թողումները, որը ես չեմ ཐակցնում, որ կարողական չունեմ տեղեկություններ դրա մասին, այդ եթե կան տեղեկություններ եւ կա հազանգներ, դա պետք է ուսումնասիրել եւ իհարկե ես պատրաստ եմ դրա վերաբերյալ նաեւ հայտարարությամբ հանդես գալ։ Բայց ըստ էության ինձ համար ուրեմն առաջնայինը այդ Հայաստանը զերծ պահել այդ ռուսական ազդեցությունից։ Իմ առաջին բանը կիզակետն է գտնվում։ Արգել է ռուստադիտողներ հայաստանյան ներքին զարգացումների մասին զրուցում ենք իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես եմ շնորհակալ։